Լիլիթի կերպարը Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում կարելի է անվանել ուղղակի մութ էներգիայի կիզակետ, նրա մեջ նստած խորացած ատելությունն Աննայի նկատմամբ գրեթե հիվանդագին է, այն աստիճան, որ շատ հեռուստադիտողներ համոզված են, որ նրանք իրականում հարազատ քույրեր չեն կարող լինել, ոչ մի սիրո, քնքշանքի, ընտանեկան կապի նշույլ։ Հենց այս դրսևորումների պատճառով է, որ Լիլիթի կերպարը նույնքան սիրված է սցենարային առումով, որքան ատելի էմոցիոնալ մակարդակում։ Դեռ առաջին սերիաներից երևում էր, որ Լիլիթն Աննայի հանդեպ տարօրինակ սառնություն ունի, նույնիսկ Աննայի ամենաանկեղծ ժեստերը նրա մոտ արհամարհանքի ու դժգոհության պատնեշի էին բախվում։ Սկզբում թվում էր, թե դա պարզապես մրցակցություն է, բայց երբ պատմության խորքում բացահայտվում են մանկության դրվագներ, Լիլիթի մշտական չնկատված լինելու ցավը, Աննայի նկատմամբ ավելի արտահայտված վերաբերմունքը, պարզ է դառնում, որ ատելությունը գալիս է դեռ վաղ տարիքից։ Լիլիթը մեծացել է համեմատության ստվերում, չնայած որ Բագրատը միշտ էլ առավելություն է տվել հենց Լիլիթին։ Ամեն քայլափոխի նա համեմատում էր իրեն քրոջ հետ, հատկապես երբ նրանք սիրահարվեցին նույն տղամարդուն՝ Սոսին, և տարիներ շարունակ այս համեմատությունները նրան ներսից հավանաբար կերել են։ Նա երբեք չի ունեցել ինքնահաստատման ու լիարժեք ուշադրության զգացողություն, և այդ ներքին վիրավորանքը ժամանակի ընթացքում վերածվել է մոլագար խանդի, որը ի վերջո դարձել է պատժելու մոլուցք։ Լիլիթը դաժան ու անհավասարակշիռ քայլեր է անում Աննայի հանդեպ, որը չի դրսևորվել միանգամից։ Սկզբում դա եղել է բամբասանքների մակարդակի վրա, հետո Աննայի սիրելիներին իրեն կապելու փորձեր, իսկ հիմա բացահայտ մանիպուլյացիաներ, որոնք ուղղված են Աննայի կյանքը քանդելուն։ Նա փորձում է ոչ միայն խլել Աննայի սիրելիներին, այլև նրա երեխաներին շրջել մոր դեմ։ Սա արդեն պարզապես քեն չէ, սա տևական տարիների խորքային վրեժ է, որը վերածվել է Աննայի գոյությունը ջնջելու մոլուցքի։ Հետաքրքիր է դիտողների արձագանքը։ Շատերն այնպիսի տպավորություն են ստանում, որ Լիլիթը գուցե ընդհանրապես Աննայի քույրը չէ, որ սերիալի հետագա զարգացումներում կարող է պարզվել, որ Լիլիթը որևէ կերպ է հայտնվել այդ ընտանիքում, գուցե որդեգրված է կամ մի ուրիշ բան, որովհետև այսչափ խորն ատելություն բնական չի հարազատ քրոջ հանդեպ։ Բայց հենց սա է սերիալի ուժը՝ ցույց տալ, թե ինչպես է տարիների ընթացքում չբավարարված հոգեբանական պահանջները մարդուն դարձրել դաժան ու անվերահսկելի։ Լիլիթը ոչ թե ուղղակի չար է, այլ հոգեբանորեն խեղված անձնավորություն, որի համար Աննան դարձել է վախերի ու թերարժեքության խորհրդանիշ։ Եվ որքան երջանիկ է Աննան նույնիսկ ամենածանր պահին, այնքան ավելի խորն է Լիլիթի մոլությունը նրան ոչնչացնելու համար։ Այս կոնֆլիկտը դեռ բազմաթիվ շերտեր ունի բացահայտվելու, իսկ հեռուստադիտողները սպասում են պահի, երբ Աննան վերջապես կհասկանա, թե որքան վտանգավոր է այս ատելությունը, և կկարողանա ոչ միայն պաշտպանվել, այլև փորձել բուժել այդ խորը վերքը, եթե դեռ ուշ չէ։ Իսկ մինչ կբացահայտվի իրականում քույրեր են թե ոչ Աննան ու Լիլիթը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում կատարվող իրադարձությունները, բացահայտենք նոր հեռուստասերիալների և իհարկե շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ իհարկե չմոռանաք անպայման գրել դուք էլ եք կարծում, որ Աննան ու Լիլիթը հարազատ քույրեր չեն։ Չմոռանաք այդ մասին գրել մեկնաբանություններ բաժնում և իհարկե գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Արդեն դարձա Լիլիթ, երկու տեսան նկարվել եմ, բայց այս թորին ուրիշ բանի մասին է, կուզեմ հետ ներծրցի մախելքելոգ ու լիզվով, գիտեք ինչի, որդև ծաղկաձորում եմ, այստեղ օդը շատ մաքուր է ու ինձի մանգութունս կիշեսն է, գեղնոր մեր այսպես բնություն կար, այսման բաներ կային, հիշեք որ գենեինք այսպես իննանի դե խորոզ գդարներ, կուզեմ սել որ կարուցել եմ սավիտ, շատ կուզեմ կալ աղրկելակ, պասպորտս եղել է կամ դի օր վերցնեմ, բայց ժամանակ չունիմ որ կամ, բայց եթե իմ հետևորդներուս մեջ կան զեմլյակներ, իսկ վստահ եմ որ կան զեմլյակներ, կուզեմ սել ձեզի լավ օր, սիրեմ գսաղուտ, շատ